Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Աննախադեպ օրեր է ապրում Հայաստանը։ Արտաքին ու ներքին մարտահրավերները մի կողմ թողած իշխանությունները ակտիվ արշավ են սկսել եկեղեցու դեմ։ Եվ սա պարզապես հակաեկեղեցական տրամադրությունների սրում չէ, սա քաղաքակրթական բախում է, արժեքայինի ու ինքնության պահպանման ճակատամարտ։ Այնինչ նույնիսկ պետականության բացակայության շրջանում եկեղեցին է եղել հայկական ազգային ինքնության ու միասնության հենասյունը։ Հետևաբար այս ճակատամարտի աստված մի առաստե բացասական ելքը կարող է արմատապես փոխել հայկական ինքնության առանցքը, այլ կերպ եկեղեցու հեղինակազրկումը կարող է տանել խիստ վտանգավոր մշակութային եւ հոգեվոր վակուումի։ Իսկ այդ վակուումը հաստատապես դատարկ չի մնա։ Չխոսենք հիմա թե ինչով այն կլցնեն։ Ընդհանրապես արձանագրենք, որ եկեղեցու թիրախավորումն ու թուլացումը տանելու է հասարակության խորքային պառակտման եւ անվստահության պետականության նկատմամբ։ Պակաս վտանգավոր չէ, երբ եկեղեցուն աջակցողներին ուղղակի կալանավորում են։ Եկեղեցուն սատարելու մասին կաչ խոսքից հետո գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորեցին։ Իսկ գործարարը ընդհանրապես ասել էր. մենք մեր ձևով կպահանջենք արդարությունը։ Նկատի ունենալով, որ մտավորականը իր ձևով կպահանջի, գիտնականը իր ձևով, ուսուցիչը իր, հողի մշակը իր ձևով եւ այլն։ Մինչդեռ Կարապետյանի խոսքը մեկնաբանեցին սեփական քիմքին հարմարացնելով եւ այն կիրառեցին հենց նրա դեմ։ Ըստ էության իրենց նպատակին հասան, բայց ուր հասավ Հայաստանի միջազգային վարկը։ Սա ուղիղ հարված է Հայաստանի ներդրումային գրավչությանը եւ խթան երկրից կապիտալի արտահոսքի։ Պարզագույն մի հարց եմ ուզում տալ։ Ով կվստահի մի երկրի, որտեղ ընդհանրապես կարծիք հայտնելու համար թիրախավորում են խոշոր գործարարի, որը միլիոնների ներդրում է արել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել, անաղմուկ առանց ցուցադրական արշավների բարեգործական հսկայածավալ ծրագրեր իրականացրել։ Ակնհայտ է, չէ՞, որ այս ամբողջը խարսխված է քաղաքական դրդապատճառների վրա։ Եվ սա անկախ մտածողություն ունեցող գործարարների, մտավորականների, ակտիվ քաղաքացիների լռեցման ուղղված վտանգավոր նախադեպ է։ Էլ չխոսենք սեփականության իրավունքի ոտնատակ տալու մասին։ Հեծի պետականացման ձեռնարկից առաջ մտածել են, որ այդ գործընթացը նախ հանրային շահ պետք է հետապնդի, որ հարկատուներից գրպանից են գույքի արժեքը, վնասներն ու կատարած ներդրումները ամբողջ ծավալով հատուցելու։ Իսկ մենք ներդրումներն այստեղ 700 միլիոնի շեմը հատել են, եւս 300 միլիոնը նախատեսվում էր առաջիկա տարիներին ներդնել։ Գործարարի փաստաբանական խումբը եվրոպական դատարան է դիմել, թերևս հասկանալով, որ քաղաքական մոտիվներով այս գործընթացից տեղական դատարաններում լավ բան սպասելը միամտություն կլինի։ Սա անշուշտ մեկ գործարարի կամ ընկերության պատմություն չէ։ Սա խորը ճեղք է խոսքի ազատության, բիզնեսի հնարավորության, ներդրումների ապահովության եւ հասարակական վստահության ճարտարապետության մեջ։ Ներկայացնում եմ Տիգրանուհի Կուրղինյանի «Խոսքի ռիսկը» տեսանյութը։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գործարար Սամվել Կարապետյանի այս հայտարարությանը շարունակում են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց բարերարի եղբորորդին նշում է ամեն ինչ ուղիղ ու հստակ է ասված։ Եկեղեցու թիրախավորումը գործարարի համար անընդունելի է ու ինչպես ցանկացած արժանապատիվ հայ մարդ Կարապետյանը եւս արդարության կողքին կանգնելու իր տարբերակը իր ձևն ունի, ասում է Նարեկ Կարապետյանը ու շարունակում մնացածը հնարքներ են ասածը այլ կերպ ներկայացնելու ձգտում։ Հասարակության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ ունի իր ձևով իր շահերը ներկայացնելու իրավունք։ Քաղաքական գործիչները ունեն քաղաքական խոսքով, արվեստագետները արվեստով։ Մենք տեսնում ենք, որ ինչպես յուրաքանչյուր հայորդի, մենք նույնպես մեր ձևով պետք է հակազդենք դրան։ Ու մեր ձևը դա հասարակությանը հասկացնելն է, մեր ժողովրդին հասկացնելն է, որ այս ճանապարհը, այս ամեն ինչը սկսվել է ոչ թե նրա համար, որ ինչ որ քահանա լավն է, ինչ որ քահանա վատն է, այլ սա ուրիշ նպատակներ ունի ու այս նպատակներին դեմ գնալու պարագայում մենք ավելի մեծ վտանգներից ենք մեզ պաշտպանելու, որովհետև հաստատ այս պահին չէ, որ մարդկանց հետաքրքրում է, թե այս կամ այն քահանայի կամ այս կամ այն սրբազան հոր ինչ որ վարվելաձև։
Սատարման կարճ խոսքը դարձավ այնպիսի ծավալումների առիթ, որ գործարարը հայտնվեց կալանավայրում։ Ամեն ինչ լավ ալնելու։ Այն, որ Կարապետյանի հայտարարությունից հետո կարող էին այսպիսի զարգացումներ լինել, ըստ Նարեկ Կարապետյանի կանխատեսելի սցենարեր ընտանիքի համար հավելում է Կարապետյանին լրացնելու փորձերը անհաջող են, նա հաստատուն ու անփոփոխ է եկեղեցու կողքին լինել մնալու որոշումով։ Ուրեմն ո՞րն է այս ամենի նպատակը։ Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահը ասում է, այնինչ տեղի է ունենում եկեղեցուն ու սատարողներին լրացնելու, չեզոքացնելու փորձեր են։ Ամենամտահոգիչը, որ մոտ է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման պահը։ Եվ մենք չենք պատկերացնում, թե ինչ կա այդ պայմանագրում, որ կարող է այդպիսի մտահոգություններ առաջացնել մարդկանց մոտ եւ այդ պարագայում, եթե պայմանագրում կան ինչ-որ կետեր, որ հասարակության կողմից չեն ընկալվելու, միակ կառույցը, միակներից մեկը, որ կարող է ընդվզել դրա դեմ, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ մենք պետք է պաշտպանենք ու պահպանենք մեր հասարակության համար, եթե այդպիսի վտանգ չկա, շատ ավելի լավ։ Առաջին գերխնդիրն ըստ Կարապետյանի այն է, որ հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը խնդիրների նկատմամբ, որոնք ունենք։ Լուծումը պետք է աշխատել, նախաձեռնող լինել, յուրաքանչյուրը իր ոլորտում։ Մեկից նեղանալով գնալ վատթարագույնի ճանապարհ չէ։ Պետք է կարողանանք հավասարակշռություն պահպանել, թշնամիներ ամեն օր չստեղծենք, չբուծենք ու մեր մեջ էլ չգտնենք, այլ փորձենք հավասարակշռություն պահպանել ու աշխատանք անել։ Պետք չի խոսալ ամբողջ օրը, պետքա քայլեր ձեռնարկել, աշխատել։ Մեր հիմնական նպատակը ու իմ կարծիքով բոլորիս նպատակը պետքա լինի ամեն մեկս մեր ճանապարհում ինչ որ քայլ առաջ անել, որպեսզի կարողանանք ավելի դրական դիրքում լինենք, դրական տնտեսական դիրքում, դրական մշակութային դիրքում, երկիրը դրական պետությունն էլ ունենա դրական դիրք, թե բանակցելու, թե իր անվտանգությունը պահպանելու, թե վերջապես մեր երկրի այս խնդիրները լուծելու, աղքատություն, գործազրկություն, մյուս խնդիրները։ Երբ որ մենք ասում ենք այս մարդն է մեղավոր, այն մարդն է մեղավոր, նա էր մեղավոր, դա ավարտ չունի։ Մենք պետքա գնանք առաջ, աշխատենք, որպեսզի հասնենք նպատակին, նպատակն էլ նորմալ, դինամիկ, զարգացող երկիր, դա դժվար չի։ Այս իրադարձությունների շղթայի շարունակությունն է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման ձեռնարկը։ Նարեկ Կարապետյանը հեծի անցած ծանր ճանապարհի մասին է պատմում։ Հիշում է Էլեկտրիկ Երևանի օրերը, հեծը սնանկացման եզրին էր, երբ իրենք սկսեցին աշխատել։ Կառույցը դժվարություններով ոտքի հանեցին ու սնանկացման ճիրաններից հաջողվեց փրկել։ Այն, որ այսօր կան բազմաթիվ խնդիրներ, ինքը Կարապետյանն էլ հաստատում է, բայց պնդում է տարիներ շարունակ կառույցի գործունեության գերնպատակը հոսանքի գինը չթանկացնելն է եղել, եւ մոնիտորինգը վկայում է իր առջև դրված այդ խնդիրը կառույցի ղեկավարությունը հաջողել է լուծել։ Եկեք դիտարկենք սակագնային քաղաքականությունը, այսինքն մարդկանց էլեկտրաէներգիայի գնի գումար վճարելու քաղաքականության վրա ազդեցությունը մեր գնելուց հետո վերջի 10 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի մեր մասնաբաժնով գինը չի փոխվել։ Հայաստանում բան կա, որ չի փոխվել, գին չի փոխվել վերջի 10 տարվա ընթացքում, ամեն ինչն է թանկացել, էլեկտրաէներգիայի մեր մասնաբաժինը չի թանկացել։ 10 տարվա ընթացքում երևի մենակ կաթի գինը գյուղերում ու էլեկտրականության գինը չի փոխվել։ Իսկ ինչպես են հաջողել պահպանել սակագնի նույն սանդղակը։ Նարեկ Կարապետյանն այստեղ հեծի արդյունավետ կառավարման քաղաքականությունն է ներկայացնում։ Երբ մենք գնեցինք Հայաստանի էլեկտրական ցանցերը, կորուստները մոտավորապես 15% էին ընդհանուր էլեկտրականության հաղորդման։ Դա մոտավորապես տասնյակ միլիոնների դոլարների կորուստներ կային։ Դա ինչ էր։ Կարելի է ասել, դա գողություններն էին, չարաշահումներն էին, տեխնիկական վիճակի վատ վիճակներ։ Ու ինչ արեցինք մենք։ Այս տարիների ընթացքում կորուստները 15%-ից իջել է 6%-ի։ Տարին մենք սակագնին Հայաստանի էլեկտրական ցանցերը սակագնին վերադարձնում է 40 միլիոն դոլար։ Այն մարդիկ, ովքեր կփորձեն ինչ-որ դրդումներով, ինչ-որ պատվերներով դեմ արտահայտվել, թող իրենց գրպանից 10 միլիոն դրամ փորձեն մարդկանց ինչ-որ լավ բան անեն։
Հաշվարկներ ու ներդրումներ շարունակում է գործարարը, եթե թվերով, ապա խոսքը տարեկան $100 միլիոն մասին է։ Ներդրումներից շատերը ըստ Կարապետյանի ուղղվում են տեղական գործարաններին, որոնք ստեղծել է Տաշիր ընկերությունների խումբը։ Այդ գործարաններին վճարում է հեծը եւ հանրագումարում փողը շրջանառվում է մեր երկրում եւ ոչ թե արտերկրի ընկերություններին ուղղվում։ Նաեւ ստեղծել են ու շարունակում են ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր։ Սա մի մոդել է, որը գործարարի պատկերացմամբ պետք է կիրառվի մեր երկրում ռազմաարդյունաբերության, ջրային ռեսուրսների ու մյուս ոլորտներում եւս։ Այս մոդելը հաջողել է։ Մենք վճարում ենք հայկական մեր գործարաններին, որպեսզի գործարանները արտադրեն սարքավորումներ տան, չենք գնում ոչ Թուրքիայից, ոչ Ղազախստանից, ոչ Բելարուսից, այլ արտադրում ենք տեղում։ Այո, մենք մեր համար սարքել ենք գործարաններ, որտեղ հասկանում ենք, որ էներգետիկ անվտանգության համար քո սարքավորումները դու պետք է արտադրես։ Լավ բան է։ Կա արդյոք ոլորտ Հայաստանում, որ ունի նմանատիպ լոկալիզացիա, ինչա լոկալիզացիան, որ երկրում ես արտադրում, քան էներգետիկ համակարգը։ Մենք ունենք 5 մեծ արտադրություն, ստեղծել ենք վերջի 4-5 տարվա մեջ 5 մեծ արտադրություն, որով կարողացել ենք տեղայնացնենք այն ինչ որ առաջ գնում էինք ուրիշ երկրներից։ Միայն այս տարի Հայաստանի էլեկտրական ցանցերում շուրջ 50 ենթակայան է կառուցվում, 1500 կիլոմետր գծերի փոփոխության աշխատանքներն են ընթանում։ Խնդիրների լուծումները մշակման փուլում են։ Այս հունիսին էլեկտրաէներգիայի անջատումները 40% քիչ են եղել անցած տարվա հունիսի համեմատ։ Ես չեմ ուզում ինչ որ ձև փոքրացնել բարձրավոլտի ղեկավար կազմի դերը, որովհետև նրանք մեր գոլեգաներն են, մենք հարգանք ունենք իրենց հանդեպ, բայց ամեն ինչ գալիս է պետական կառավարման էֆեկտիվությունից։ Բարձրավոլտի սակագինը վերջի 10 տարվա ընթացքում աճել է 80%-ով։ Պետական բարձրավոլտ ցանցերի սակագինը 80%-ով։ Հայաստանի էլեկտրական ցանցերինը միջին հաշվարկով միջինացված նույնն է մնացել։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման այս ձեռնարկը կարող է լուրջ հարված լինել ներդրումային շուկային։ Պարզ օրինակ է Կարապետյանի, որ քաղաքացիական կարծիք հայտնողի սեփականությունը կարող է պարզապես հարվածի տակ հայտնվել, եթե նա իշխանական պատկերացումներին դեմ է գնում։ Սա պոտենցիալ ներդրողի համար Հայաստանն ուղղակի անհրապույր կդարձնի։ Պատճառը հիմնավոր է՝ կայունություն չկա։ Երկրի ղեկավարը իր Facebook-յան էջում հայտարարում է, որ ցանկություն է հայտնել ազգայնացնի երկրի մեծ կառույցներից մեկը։ Նրանք ուշադրությունը միայն այդ ուղղության վրա են դարձնում, քանի որ իրենց կարծիքով դա իրենց համար տալու է ինչ որ հետաքրքիր գործիքակազմ, հետագա իրենց աշխատանքներին, օրինակ իրենք կարողանալու են յուրաքանչյուր ժամանակ յուրաքանչյուր տնտեսվարողի հոսանքը անջատել կամ ինչ որ տենց խնդիր ստեղծել։ Մեծ ներդրողը, եթե իմանա, որ երկրի ղեկավարները փորձում են խլել ընկերություն կամ խլել կամ անունը դնել ազգայնացում, ներդրում կանի այդ երկիրը, երկարաժամկետ երկրի ներդրումային գրավչությանը համար շատ մեծ բացասական քայլ է լինելու սա ու վերջին հաշվով բյուջեի վրա էլ է բացասական նստելու, որը անցանկալ է ուղղակի, մենք օրինակներ ունենք Արաբական Միացյալ Էմիրությունները, որ իրենց դռները բացել են, բոլորին ընդունում են, ոչ մի սահմանափակում չկա հարկային մեծ արտոնություններով։ Ինչպես պետք է մենք մրցակցենք այս ընկերությունների, այս երկրների հետ։ Մենակ լավ վերաբերմունքով։ Ամփոփելով Նարեկ Կարապետյանը դարձյալ է վերադառնում իրադարձությունների սկզբին։ Եկեղեցին մեր երկրի հիմնասյունն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Եկեղեցու թիրախավորումը անդառնալի կարող է լինել մեզ համար։ Ներսում թշնամիներ փնտրել պետք չէ, ճնշումներ երկիրը շենացնողների նկատմամբ բանեցնել իմաստ չունի, ասում է ու էլի մասնավորեցնում։ Սամվել Կարապետյանը աներեր է, կշարունակի պաշտպանել մեր հոգևոր տունը, կշարունակի տնտեսապես ու անվտանգային առումով երկիրը ավելի հզոր ու շեն դարձնելու գործը։ Սիրան Շմուրադյան, Տիգրան Կուրգինյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Իսրայելի գոյատևման իրանական սպառնալիքը վերացնելու համար։ Իրանի վրա հարձակման նպատակը այսպես ձևակերպեց Իսրայելի վարչապետը։ Այո, 12-օրյա պատերազմը տակնու վրա արեց տարածաշրջանը։ Հունիսի 13-ին Իսրայելը օդային հարվածներ հասցրեց Իրանի ռազմավարական կառույցներին, այդ թվում նաև միջուկային օբյեկտներին, պատճառաբանելով, թե դրանք ուղղված են Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրի կանխմանը։ Բայց Իրանը պնդեց, թե թշնամին ձգտում է երկրի ներքին կյանքում խառնաշփոթ ստեղծելով հասնել իշխանության տապալմանը։ Փոխադարձ ինտենսիվ հարվածներից հետո հակամարտությանը միացավ Միացյալ Նահանգները եւ հարվածեց Իրանի միջուկային 3 օբյեկտներին։ Սա ավելի սրեց իրավիճակը։
Իրանը հրթիռներ արձակեց Կատարում, Բահրեյնում եւ Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։ Հետո սակայն Վաշինգտոնը ձեռնամուխ եղավ հաշտության գործընթացի խթանմանը։ Իսկ ինչ իրավիճակ էր Հայաստանում։ Ներքին կյանքի նողկալի իրադարձություններից զատ իշխանությունները մտահոգություն հայտնեցին Իրանի դեմ հարձակումների կապակցությամբ։ Փորձագիտական լայն շրջանակի համար ակնհայտ էր, որ եթե պատերազմական թափանիվը շարունակի արագություն զարգացնել, տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերաձևումը անխուսափելի կդառնա։ Իսկ թե Հայաստանի համար որքան վտանգավոր կլիներ Բաքվի ձեռքը պինդ բռնած Անկարայի դիրքորոշումը, դժվար չէ կրահել։ Փորձագետները կգնահատեն, թե որքան է այժմ նվազել ադրբեջանական ախորժակը։ Փաստն այն է, որ շամերիկյան հարվածներին Իրանի պատասխանը տարածաշրջանի երկրների համար կարևոր լակմուս էր։ Իրանը ցույց տվեց, որ կանգ չի առնի անգամ ամենահզոր գերտերության սադրանքի պարագայում։ Սա նաև ապտակ էր Իսրայելի հետ սիրախաղի մեջ մտած Ադրբեջանին։ Այդուհանդերձ դատելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին հայտարարություններից պատերազմական դադարը փխրուն է։ Մի կողմից Թեհրանը ըստ ամենայնի հետ քայլ չի անի, ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն էլ վստահ է, որ Իրանը ունի իր միջուկային օբյեկտները վերականգնելու կարողություն, մյուս կողմից Թրամփը պնդում է, թե Իրանը երբեք չի ունենա միջուկային էներգիա։ Իրան-Իսրայել կոնֆլիկտի հետագա սցենարի Հայաստանի համար դրա վտանգավորության մասին զրուցել ենք պատմաբան միջազգայնագետ Գոր Գևորգյանի հետ։ Շարունակում ենք համակարգված կերպով ոչնչացնել միջուկային թիրախները։ Իսրայելը վտանգի է ենթարկում իր գոյությունը Իրանի դեմ իր գործողություններով։ Ամերիկան միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել եւ հարձակվել մեր երկրի վրա։ Իրանը չի հաղթում այս պատերազմում, նրանք պետք է անմիջապես խոսեն, քանի դեռ շատ ուշ չէ։ Իսրայելի վարչապետը Իրանի դեմ հարձակումները հիմնավորեց Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությամբ։ Սպառնալիք կար, թե հարձակումը Իրանին վնասներ պատճառելու, Գազայում ավերածություններից ու սպանություններից աշխարհի ուշադրությունը շեղելու նպատակ ուներ։ Ցանկացած պետություն, որը հետապնդում է աշխարհաքաղաքական նկարտումներ, միշտ կարող է իր համար փնտրել պայմանական սպառնալիքներ եւ այդ առումով մոտիվացնել այն նախահարձակումները կամ անմիջական գրոհը, որը որ տվյալ դեպքում կարող է տեղի ունենալ։ Կարճ ժամանակ առաջ Իսրայելը սկսեց Գազայում պատերազմական գործողություններ, որը ըստ էության ուղեկցվեց նաև էսկալացիայով, պատերազմական գործողություն տեղափոխվեցին նաև Լիբանանի տարածք, մինչ օրս նաև բարբերաբար շարունակվում են Եմենի նկատմամբ, մասնավորապես հութիների, այսպես ասած, արձակված հրթիռների եւ հութիական հակաիսրայելական խոսույթի դեմ նաև հողի վրա ռազմի դաշտում, այսպես ասած, ճնշումների ուղեկցությամբ, որոնց պայմանական ասած աջակցում էր նաև Իրանը, հաշվի առնելով երկու երկրների միջև, այսինքն Իսրայելի եւ Իրանի միջև եղած խորքային տարաձայնությունները, որոնք ժամանակի առումով տարբեր ուրեմն իրողությունները հաշվի առնելով վերաճում են շատ հաճախ ռազմական կամ մինչև ռազմական իրողությունները առճակատման։ Ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, եթե տեղյակ էր, որ միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները տեղափոխվել են անվտանգ այլ վայրեր։ Հասցված վնասի մասին տեղեկատվությունը շատ հակասական է։ Կարծում եմ, որ Իրանը ելնելով այն ընդհանուր իր ունեցած պատկերացումներից քաղաքականության, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների եւ առհասարակ պատմական փորձից ելնելով հավանաբար ունեցել է նաեւ այսպես ասած պլան B, որը ենթադրել է մինչև պլան A-ի իրականացումը տարհանել այն ամբողջ պաշարը, որով որ ինքը կարող էր շարունակել իր միջուկային ծրագիրը, այսպես ասած, որը իրանական կողմի հայտարարմամբ ամենևին սպառնալիք չէ եւ համապատասխանում է համամարտկային միջուկային ծրագիրը որպես նյութական եւ էներգետիկ ոլորտի զարգացման, այսպես ասած, կոմպոնենտ այս կամ այն պետության համար ձեռք բերելու համար։ Ինչ էր ուզում ցույց տալ Իրանը ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելով։ Իրանը ամերիկյան հարվածին շատ հետաքրքիր կերպով պատասխանեց, բառամթերքը նկատի ունեմ, ասաց, որ ամերիկյան հարձակման համար պատասխանատու է Իսրայելը։ Այսինքն, այստեղ խնդիրը նորից Իրանը ոչ նաև
ենթագիտակցորեն, այլ գիտակցաբար տեղափոխում է Իսրայելի հարթակ, ցույց տալով, որ ինքը ԱՄՆ-ի հետ չունի խնդիր, այսինքն մինչև գոնե հայտնի այս դեպքերը ԱՄՆ-ի հետ կային ինչ-որ երկխոսության նման ինչ-որ մի բան, եւ միևնույն ժամանակ Իսրայելին դրեց շատ ավելի քաղաքական առումով շատ բարդ իրավիճակի մեջ։ Այստեղ կան շատ հետաքրքիր ավելի բաներ, այսպես ասած վիճակագրական տվյալներ, երկրագիտական տվյալներ, պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ վերջի մենք գործ ունենք բազմամիլիոնոց երկրի հետ, 90 միլիոն, եթե ոչ ավել, եւ հսկայական մակերես ունեցող պետության հետ, որը ունի ավանդույթներ, նաեւ տարածաշրջանում հանդիսանում աշխարհական գործոն, Հայաստանի Հանրապետության բարեկամ պետություն, որը նաեւ ինչ որ առումով երաշխիք է մեր հարավային սահմանների համատեղ ընկալման անվտանգությանը, եւ այս առումով պետք է նաեւ զուգահեռ անցկացնենք, թե Իսրայելը ընդհանրապես ինչ ռեսուրս ունի եւ ինչպես է կարողանում իր ռեսուրսը օգտագործել։ Անգլերեն մի բառ կա, ձևակերպում այս դեպքում կոչվում է face saving, այսինքն փրկել երեսը, եւ այս առումով ես կարծում եմ, որ Իսրայելը կանգնած է նման խնդրի առջև, ինչպես այս ամեն ինչը կապիտալիզացնել, երբ որ իրականում ռազմավարական խնդիրները մեծ հաշվով բախվել են մարտավարական խնդիրների, այսպես ասած, ոչ ամբողջական իրականացմանը։ Իրանի խորհրդարանը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու օրինագիծը։ Թրամփը հայտարարում է, թե Իրանը երբեք միջուկային էներգիա չի ունենա։ Իսրայելում հայտարարում են, թե Իրանի դեմ ռազմական արշավը չի ավարտվել։ Նոր բախում կլինի։ Իրանը առհասարակ մինչև Մագատեն եւ մինչև ԱՄՆ-ն էլի հարց հայտարարել է, որ ինքը միջուկային զենքի չի ձգտում եւ այն ինչ անում է մինչև հիմա անում է զուտ խաղաղ պայմաններով միջուկային էներգիան օգտագործելու նպատակով։ Ես նորից վերահաստատեմ իմ պատկերացմամբ եւ նաեւ փորձագիտական տարբեր տեղեկատվությունը համադրելով դժվար է ասել, որ այս հակամարտությունը ավարտվել է։ Ավարտվել է սրա ռազմական գործողությունների մի հատվածը, մի փուլը, բայց մենք պետք է լավատես լինենք, հույս ունենալով, որ հարցը ունի բացառապես քաղաքական որոշման հնարավորություն եւ վերջնական, այսպես ասած, լուծում, որին պետք է, այսպես ասած, սպասենք, որովհետեւ այլ դեպքում սա բերում է ամբողջ տարածաշրջանի համար խորքային մարտահրավերներին առճակատում, որից որևէ պետություն երաշխավորված չէ, որ այդուհետև կունենա անվտանգ եւ կայուն, այսպես ասած, միջավայր։ Իսրայելա-իրանական պատերազմի օրերին տեսակետ էր հնչում, որ եթե այն շարունակվի եւ ընդլայնվի, Ադրբեջանն առիթից օգտվելով Հայաստանի դեմ կարող է ռազմական ագրեսիա սկսել։ Վտանգը նվազել է։ Արցախը որպես աշխարհակահաղական գործոն Ադրբեջանի համար ամբողջական է Սյունիքի այդ Զանգեզուրյան, այսպես կոչված Միջանցքի արկայության պարագայում, որովհետև դա ամփոփում է գլոբալ առումով այդ պան-թուրքիստական կամ եթե կուզեք նաև շատ ավելի խորը այդ ընդհանուր թուրքալեզու ժողովուրդների ներկայիս նկատի ունեմ օրակարգով միավորելու տրամաբանական աշխարհակահաղական իրենց նկարտումները, բայց բնականաբար մեզ անմիջական սպառնալիք եւ մեր մեծ հաշվով սուբյեկտայնությանը լուրջ խոչընդոտ հանդիսացող հայեցակարգը։ Եվ այս իմաստով այո, սպառնալիքը մնում է շարունակական եւ մի կարեւոր հանգամանք է, եկեք չմոռանանք, որ մենք մինչեւ օրս 44-օրյա պատերազմից հետո չունենք փաստացի խաղաղություն։ Կա իրավական շրջանակներում արծարծվող եւ դրա արտացոլված, այսպես ասած, խաղաղ համագոյակցության, բայց ոչ խաղաղություն, խաղաղ համագոյակցության արկայությունը, որը իդեպ բարբերաբար ուղեկցվում է նաև գնդակոծությամբ, ադրբեջանական կողմից Սյունիքի ուղղությամբ եւ մյուս հանգամանքը, որը դարձյալ մտնում է ասացից տրամաբանության մեջ, այն փաստն է, որ փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են ադրբեջանական զորամիավորումներ, որոնց դուրսբերման մասին որևէ մինչ օրս խոսակցություն չկա։ Եվ ի վերջո Բաքվում դատական ֆարսի ներքո գտնվող մեր պատանդառու հայրենակիցները, որոնք որպես վաղուց բարի կամքի ժեստ այն կողմից, տվյալ դեպքում ադրբեջանական, ով ուզում է իրական խաղաղություն, պետք է համապատասխան լուծում գտնեին եւ ետ վերադարձվեին Հայաստան։ Մինչեւ օրս դա էլ չկա։ Այսինքն կան խնդիրներ, որոնք ամենևին չեն խոսում այն բանի մասին, որ այդ խաղաղությունը փաստացի պետք է ամրագրվի իրավական առումով այն իրողությունները հաշվի առնելով, որ ի վերջո խաղաղությունը ստորագրվում է պայմանական ասած հավասարը հավասարի միջև։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք
Հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ, սեպտեմբերն էլ, իշտեղն այդպես էլ չգտնելով օրացույցում ապահովագրության հույս պետք չէ ունենալ, փող չկա։ Ներգրաված չեն 25 թվականի բյուջե։ Չկիսես տեսակետը, թե գումար չունենք։ Աշխատում ենք, որ ոչ միայն փող լինի, այլև լինի առողջապահության համար։ Ոլորտի փորձագետները զարհուրած են, դեղատների տուգանքներն են անփոփոխ թղթերին մնում։ Ասում են հեռախոսով հավելված ենք ստեղծել, դուք այդ հավելվածը փորձել եք։ Գործադիրն իր այսօրվա վարքով ընդամենը օրակարգից է շեղում մեզ։ Ընդամենը ես տեսնում եմ, որ ինա հայցակարգը հաստատվել։ Իսկ ինչ է մեզ առաջարկում առողջապահության նախարարությունը։ Ի վրա այսպես է Պետք է այսպես լինի, բայց գործն է կանում։ 110,000 դեղատոմս էին բժիշկները դուրս գրել, դեղատուն 34,000-ներ միայն հասել։ Դուք պատկերացրեք, թե սա ինչ բեռ է։ Նոր Խարբերդի ամարանոցների մի խղճուկ վագոն տնակում գոյությունը քաշ տվող Խմարյամ ու Սպարտակ Սարգսյանների բազմանդամ ընտանիքի ծանր պատմությունը շատերին էր հուզել։ Ու դա բնական է։ 7 հարուսավակ եւ 1 աղջիկ ունեցող ընտանիքը այնպիսի անելանելի պայմաններում էր հայտնվել, որ ծնողները ստիպված աղջկան ուղարկել էին տատիկի տուն, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան 7 տղաներին տեղավորել փոքրիկ սենյակում։ Խնդրում եմ դարձյալ չանդրադառնանք, եթե ապրելու հնար չունեն, ինչու են այդքան երեխա ունենում տրաֆարետային դարձած հարցին։ Լավ են անում։ Մեր ազգի գենոֆոնդն են զարգացնում, իսկ մենք պարտավոր ենք դժվարին պայմաններում ապրող այս ընտանիքին աջակցել ինչով կարող ենք։ Այս պարզագույն ճշմարտությունը հասու է մեզ այդ համագործակցող շատ անհատների ու կազմակերպությունների համար, ու նրանց արձագանքը չուշացավ։ Պատմել ենք, որ երեխաների նվիրական երազանքը փոքր տուն ունենալն է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր մշտական գործընկերներից բացի տարբեր անհատներ գումարներ են փոխանցել ընտանիքի բանկային հաշվեհամարին։ Օգնությունից գոտեպնդված Սպարտակը վստահեցրել է, որ կանի հնարավորը երեխաների երազանքը իրականություն դարձնելու համար։ Երկրորդ, ամսական 120-ից 130,000 դրամով գոյատևող ընտանիքի երեխաները, որոնք քնելու տեղ չունեին, ավելի ստույգ հնամաշ բազմոցի վրա էին լուսացնում, երկտեղանոց մահճակալ ու մեծ բազմոց նվեր ստացան։ Մարիամի ու Սպարտակի ուրախությանը չափ ու սահման չկար։ Մեր նկարանող խմբին ասել են, թե ամեն առավոտ իրենց տանջող տեսնես ինչպես քնեցին գիշերը, հարցին վերջապես լուծում տրվեց։ Դե իսկ կենցաղային իրերի, տնտեսական ապրանքների, սննդի մասին չեմ խոսում։ Առաջիկայում ընտանիքը հնարավորություն կունենա ազատ շունչ քաշել եւ գոնե չմտածել օրվա հացի մասին։ Ֆրանսիս Բեկոնն ասում էր. եթե 1-2 բարի խոսքը մարդուն կարող է դարձնել երջանիկ, պետք է սրիկա լինել նրան այդ խոսքերից զրկելու համար։ Հարգելի բարերարներ, ձեր գործերը բարի խոսքերից ավելի խոսում են։ Ու եթե ընտանիքը հասարակության բյուրեղն է, ինչպես նկատել է Վիկտոր Հյուգոն, նշանակում է, որ ձեր բարեգործությունը ուղղված է ոչ թե կոնկրետ ընտանիքին, այլ հասարակության բյուրեղացմանը։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Երբ բացում են հույսի դուռը» տեսանյութը։ Սարգսյանների 10 հոգանոց բազմանդամ ընտանիքը, որի մասին պատմում էինք մեր նախորդ թողարկմանը, Նոր Խարբերդի ամարանոցների այս փոքրիկ վագոն տնակում մի կերպ է հանգրվանել։ Երեխաները քնելու տեղ չունեն, 2-3 հոգով մեկ տեղանոց մահճակալի վրա են քնում, որոշներն էլ ծնողների կողքին բազմոցի վրա են տեղավորվում։ Չեն կարող ընկերներին բերեն, շփվեն, ասենք նորմալ։ Բազմանդամ ընտանիքին մեր հաղորդաշարի աջակցությունը սկսեցինք ամենակարևորից՝ տան հնամաշ կահույքը փոխելուց։ Մեր գործընկեր Շեյխ կահույքի սրահը, որը հայտնի է իր բարձրորակ խամուր փայտից պատրաստված ու Մալայզիայից ներմուծված յուրօրինակ ու ինքնատիպ կահույքով Սարգսյաններին նվիրեց երկտեղանոց նոր, հարմարավետ ու ֆունկցիոնալ մահճակալ, որի ներսի դարակներում տանտիրուհին կկարողանա տեղավորել երեխաների հագուստները։ Երազել են, որ առանձին իրանք մահճակալներ ունենան, հանգիստ գեղեցիկ, սիրուն, փափուկ։ Նոր կառավարների վրա կքնեն, ավելի շատ հարմարավետ կլինի։ Երեխաների հագուստները սիրուն կդասավորեմ, կտեղավորեմ ամեն մեկին իրանցին։ Իմ եղջերն հոգին շատ հանգիստ է, որ իմ բալիկներ ունեցան մահճակալ։ Ինչպես եւ միշտ այս անգամ եւս մեր անդավաճան գործընկեր բազմոց գրուպը ձեռք մեկնեց Սարգսյան ընտանիքին։ Լսելով, որ փոքրիկները քնում են հյուրասենյակի շարքից դուրս եկած ու չոր բազմոցին, խանութ սրահի տնօրինությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանող հյուրասենյակային փափուկ ու հարմարավետ բազմոց հասցրեց ընտանիքին, որը երեխաները տեղում շատ արագ գնահատեցին։ Բազմոցի վրա չենք անում քնեինք, մեջքներս ցավացնում ենք։ Թազա բազմոցի վրա արդեն հանգիստ կան քնենք։ Թազա տեղն է լավն էր, ահա որ լավն էր։ Ահագին հին է բազմոցը։ 4 տարվա բազմոց է։ Ուզել եք փոխել։ Գումար չի եղել, չեն կարացել գումար հավաքենք նման նպատակներ իրականացնելու համար։ Հնարավորություններս չեն ներում, որ կարողանանք անենք։ Իսկ հիմա փափուկ կահույքի վրա կքնեն, ավելի
հարմարավետ կլինի իրենց համար։ Ընտանիքին իրենց աջակցությունը հայտնելու են եկել նաև դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Տեղեկանալով Սարգսյանների ծանր դրության մասին, անհրաժեշտ գումար էին բերել նրանց հոգսերը փոքրինչ թեթևացնելու համար։ Հասկանում ենք, թե որքան դժվար է հաղթահարել ֆինանսական խնդիրները, հատկապես երբ ունեք 8 երեխա։ Այդ իսկ պատճառով որոշեցինք օգնել ձեզ գումարով, որպեսզի ինչ-որ չափով կարողանանք թեթևացնել ձեր ֆինանսական հոգսերը։ Սպարտակ ջան, միշտ լինեք առողջ, ամուր կանգնեք ձեր ընտանիքի կողքին, որ հասցնեք բոլորին իրենց նպատակին։ Շնորհակալ ենք ձեզնից աջակցելու համար։ Արգավանդեյեմն էլ ընտանիքին խոհանոցային աթոռներ էր ուղարկել, որ սնվելու միջավայրն ավելի հարմարավետ դառնա։ Շատ գեղեցիկ աթոռներ էին, իմ բալիկները կհավանեն, կնստեն սեղանի շուրջը 7 եղբայրներով կճաշեն։ Իսկ ահա մեր մյուս գործընկեր Mobile Center խանութի տնօրինությունն էլ սմարթֆոններ հասցրեց ընտանիքին։ Հեռախոսի մասին երեխաները շատ էին երազել։ Մանվել ջան, Մարիամ ջան, մեր գործընկեր Mobile Center-ը անակնկալ է պատրաստել եւ ձեզ ուղարկել է նվեր սմարթֆոններ։ Հուսով եմ կհավանեք։ Շնորհավորում եմ։ Merci շատ։ Շնորհակալություն Mobile Center-ին մեզ աջակցելու համար։ Արդեն հիներ ջարդված էին, չէի կարող վերանորոգել, այն մի փոքր տեղես էլի դպրոցում էր չուներ հեռախոս։ Ուրախ եմ, որ հեռախոս ունեմ, մայրիկս ու հայրիկս հետ կապեր կարող ունենամ, ու ես ինչ խաղալ ուզեմ, կարող դրանով խաղամ հանգիստ։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմ քշոյող բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, հոգալով թե համի, թե որակի մասին։ Դա էլ մի հոգս էր թեթևացրեց ինձ, էլ չեմ գումար չեմ ծախսի երեխաներ, նախագին ժամանակ իրանք ուրախ կլինենք ուտեն։ Չենք սպասում, որ այսքան ամեն ինչ կբերեք։ Ինչից ես շատ ուրախացել։ Սնունդից ամեն ինչից ուրախացել ենք։ Առողջ ծնունդն էլ Արզնի հոլդինգը հասցրեց։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ հոլդինգի ղեկավարությունը ընտանիքին աջակցել էր նաև ֆինանսապես։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Sunfood ընկերությունը, որն իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից էր ուղարկել տանտիրուհուն։ Մենք չենք սպասում, որ այսքան սենց օգնություն կբերեն, շատ շնորհակալ ենք բոլորից, որ մեր ընտանիքին եւ մեր երեխաներին աջակցեցին։ Big Life ապրանքանիշն էլ երեխաների սիրելի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ընտանիքի համար պատրաստել։ Գումարը չեմ ծախսի սնունդի վրա, ուրիշ խնդիրների վրա կծախսեմ։ Այդ գումարով շինարարության մեջ աշխատանքներ կկատարեմ, մինչև հասկանամ ինչա դառնում, ինչա լինում։ Չենք մոռացել նաև երեխաներին ժպիտ ու երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի պաշարը Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը լրացրեց, որ նահրելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել Սարգսյաններին։ Ես չէի սպասում ես ամեն ինչի սոկից, քաղցրներից եւ յոգուրտներից, որ այսքան բանը կբերեք, մենք ջենի շատ գոհ ենք։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին որակյալ մաքրող միջոցներ ու տնտեսական ապրանքներ հասցնել։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին։ Տնտեսական ապրանքները այ շատ եմ օգտագործում, գումար շատ էի վատնում երեխաների հագուստի, մաքուր, սպիտակ եղենը լվանալու համար, այդ կողմից էլ իմ հոգսը թեթևացավ։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովեց Edit Print ընկերությունը։ Բազմաբովանդակ, տարբեր ժանրերի գրքեր ու տետրեր էին ուղարկել երեխաներին, հույսով, որ ամառային ընթերցումները տպավորիչ ու հետաքրքիր կդառնան։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Բոլորից լիքը շնորհակալ եմ այդ բարի մարդկանց, ովքեր չեն անտեսել ինձի, աջակցել են ինձի, ես էլ իրանց աջակցածը նպատակին կծախսեմ ու իրանց կապացուցեմ, որ ես ինչի համար ուզել եմ, դա անելու եմ։ Մենք մի փոքր գումար խնայել էինք, ճիշտն ասած, այդ գումարն էլ կավելացնենք վրան, երեխան, սենյակներ կավելացնենք, ամեն մի երեխան իր առանձինը կունենան։ Սարքեմ շինություններ, սենյակներ, որ երեխաները ավելի բարեկեցիկ պայմաններում ապրեն։ Տուալետ ունենան ներսում, բաղնիք ունենան ներսում։ Դե ինչ, այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր բարեխիղճ ու հավատարիմ գործընկեր Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերության շնորհիվ։ Դիտելով մեր հաղորդումը, ծանոթանալով Սարգսյան ընտանիքի պատմությանը, տարբեր անհատներ մեր հաղորդումից ժամեր անց դրամական փոխանցումներ են կատարել ու զորակցել նրանց։ Պատկերացում չունենք, որ այսքան աջակցություն կգա, շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներից։ Հաղորդումից անմիջապես հետո այս 2 օրվա մեջ եղել է գումար փոխանցված,
Պետք է աշխատենք այնպես անենք, որ այդ գումարը նպատակին ծախսենք։ Բոլորին, ով ինչ գումարներ ա դրել իմ համար, ով ինձ բերել է, ես բոլորիս լիքը շնորհակալ եմ։ Աստված թող իրանց լիքը առողջություն տա։ Ամուսինները պլանավորեցին դրամական օգնությունը կուղեն ոչ միայն տնակի հարևանությամբ փոքրիկ սենյակների կառուցմանը, այլև երեխաների վաղեմի երազանքի իրականացմանը։ Վերջապես հեծանիվ կգնեն տղաների համար։ Այս ճամփին երկար էր, ոտով ենք շփխանդ հոգվում ենք։ Մարիկս ինձ հեծանիվ կառնի եւ հեզ շկեթեմ խանդ կգամ։ Երբ մարդը մենակ չէ իր ցավի մեջ, երբ նրա ցավը կիսող ու ապրումակցող այսպիսի անհատներ կան, կյանքը հիմնովին է փոխվում։ Այսօր մեր լավագույն գործընկերների օգնությամբ եւ աջակցությամբ կարողացանք փոխել Սարգսյանների կյանքի հունը։ Ու շատ շնորհակալ ենք բոլոր մարդկանցից, որ մեզ երջանկություն եւ ուրախություն պարգևեցին։ Խոսքով ամեն ինչն էլ մեր սրտով է, շնորհակալ ենք բոլորից։ Չենք սպասում, բայց բոլոր սպասելիքները շատ լավ էր։ Ու թեև նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, բայց այդ ճանապարհի առաջին քայլերը սկսեցին բարի ու սրտացավ մարդկանց ուղեկցությամբ։ Երազանքներն արդեն անուն ու հասցե ունեն, իսկ իրականությունը փոխել է նրանց խեղված ճակատագրերը շրջադարձորեն։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Մի ասացված կա. վերևները չեն կարողանում, ներքևները չեն ցանկանում։ Բավականին դիպուկ, ժամանակի քննությունը բռնած ասացվածք, որը լավագույնս արտացոլում է պետական կառավարման համակարգում տիրող իրավիճակը։ Մի թշվառ իրավիճակ, որը ոչ միայն շարքային քաղաքացիների մոտ սոցիալ-հոգեբանական խնդիրներ է ստեղծում, այլև խաթարում է տնտեսվարող սուբյեկտների բնականon գործունեությունը։ Կարծնեք, թե ինչ նկատի ունեմ։ Բացատրեմ առողջապահական համակարգում ստեղծված քաոսի օրինակով։ Կարող եք հիշել, թե քանի տարի է իշխանությունը խոսում առողջապահական համապարփակ ապահովագրության մասին։ Բավականին երկար, բայց երբ խոսքը պետք է գործ դառնա, ինչ որ հիմնավորմամբ համակարգ գործարկումը հետաձգվում է։ Մինչդեռ եթե առողջապահական համապարփակ ապահովագրությունը չի ներդրվում, հազար ու մի խնդիրներ անլուծելի են դառնում։ Վառ օրինակը էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրման անհասկանալի ու կրկնվող ձգձգումներն են։ Մի քայլ առաջ, մի քայլ հետ։ 2025-ի հունվար, հետո հուլիս, հետո 2027-ի հունվար, հետո դարձյալ 2025-ի հուլիս ու կրկին 2027-ի հունվար։ Այս լաբիրինթոսից ոլորտի փորձագետները տարակուսած են, ասում են, թե սա վկայում է համակարգի թշվառության մասին։ Պնդում են նաև, որ վերջնաժամկետների շարունակական փոփոխությունները քայքայում են առողջապահության հիմքերն ու ոլորտում քաոս ստեղծում։ Ուշագրավն այն է, որ այս խառնաշփոթում, որի հիմքում գլխավորապես վատ մենեջմենտն է, իշխանությունները չեն մոռանում տուգանքների համակարգի մասին։ Չմոռանալը որն է, կիրառում են ամբողջ ուժով։ Շարունակում են դեղատներից գանձել միլիոնավոր դրամներ դեղերի կարիք ունեցող մարդկանց առանց դեղատոմսի դեղ վաճառելու համար։ Այսինքն համակարգը չի աշխատում, բայց տուգանքների մեխանիզմը գերազանց գործում է։ Տպավորությունը թե միտումնավոր քաոս է ստեղծվում, որպեսզի հնարավոր լինի բյուջեն լցնել։ Այլ կերպ ասած, պղտոր ջերում ձուկ են որսում։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք փլուզման անալիզը։ 2023 թվականին նախապատրաստվել, իսկ մինչև 2027 թվականը մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ապահովագրել։ Համակարգի մեգաձեռնարկն էր առողջապահական համընդհանուր ապահովագրությունը, որը այդպես էլ իրականություն չի դառնում, դոփում է տեղում, իշտեղն այդպես էլ չգտնելով օրացույցում։ 2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում։ Համակարգը նախանշած ժամկետներից ավելի ուշ գործարկելու հերթական այս հայտարարությունը մեր երկրի առողջապահության գլխավոր պատասխանատու Ավանեսյանն արեց նախորդ 2024-ի տարեսկզբին, հետո հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ, սեպտեմբերն էլ, հոկտեմբերն էլ գրեթե ավարտվում էր, խորհրդարանում 2025-ի բյուջեի նախնական քննարկումները սկսվեցին։ Պարզվեց ինչ 2024, 2025-ին էլ ապահովագրության հույս պետք չէ ունենալ, փող չկա։ Առողջապահության ապահովագրության հետ կապված ծախսերը ներգրաված չեն 25 թվականի բյուջեում։ Միջոցներ պլանավորված չեն դրա համար։ Որևէ հատվածի համար բնակչության։ Չէ։ Այսինքն ուժի մեջ չի մտնի 25-ին, եթե պլանավորված չեն։ Կարծում եմ, որ ոչ։ Հիմա դարձյալ Ավանեսյանի դիտարկումներից չկիսես տեսակետը, թե գումար չունենք։
Ֆինանսների նախարարության գործընկերների հետ հիմա քննարկում ենք կկարողանանք արդյոք 2025 թվականի մեր բյուջետային հնարավորությունների մեջ մեկնարկել, թե դա հնարավոր կլինի սկսել 26 թվականից։ Ֆինանսների նախարարության փող չկա դիտարկման հետ այնքան էլ համակարծիք չենք եւ աշխատում ենք, որ ոչ միայն փող լինի, այլև լինի առողջապահության համար։ Գրիգորյան օրացույցով առաջնորդվողների համար հիմա 2025 թվականի 6-րդ ամսվա վերջն է։ Ըստ էության կամ իսկապես փող չկար ու դրամաբանորեն այն չգտնվեց, կամ էլ մեր առողջապահական համակարգը ընդհանրապես պատրաստ չէ ապահովագրության ծանրությունն իր վրա վերցնել։ Այս երկրորդ տարբերակը ոլորտի փորձագետներն են առաջ բերում, կասկած հայտնելով, որ գործադիրն իր այսօրվա վարքով ընդամենը օրակարգից է շեղում մեզ։ 3 տարվա ընթացքում ընդամենը ես տեսել եմ, որ մի հատ հայեցակարգ է հաստատվել 2023 թվականի փետրվարին, եթե չեմ սխալվում, որը ուղղակի հայեցակարգ է, որտեղ նշվում է, որ մեծ առումով ապահովագրությունը լավ բան է, մի քանի էջանոց փաստաթուղթ չեն ներառել մասնագետների բոլոր ճյուղերից, որը անհրաժեշտ է, հա, եւ այդ պատճառով որևէ մի փուլ մտնելուց առաջ, հա, ենթարկվում են այդ խնդրին, այն խնդրին, որ չի իրականանում ուղղակի։ Կարող ենք խոսել, ամեն ինչ ասել, որ գիտեք, թղթի վրա այսպես է, պետք է այսպես լինի, բայց գործնականում ցավոք սրտի տեղի չի ունենում։ Առողջապահության նախարարությունը գործելակարգերի պատրաստելը պատվիրակել էր առողջապահության նախարարության խորհրդատուներին։ Ապահովությանը վերաբերող գործելակարգը ինքը չի կարող մեկ մասնագետի կողմից գրվել։ Գործելակարգերը պետք է մշակվեն մասնագիտական համայնքների կողմից։ Ժամկետներից վերացարկվելով իսկ ինչ է մեզ առաջարկում առողջապահության նախարարությունը, յուրաքանչյուր ամիս նվազագույնը 13700 դրամ պետք է վճարենք ստեղծվող պետհիմնադրամ, ընդ որում այսպես ասենք կախ ապահովագրության համար։ Ապահովագրություններն առհասարակ ամեն ինչ չեն փակում։ Մենք ընտրել ենք Հայաստանում ամենաշատ հանդիպող հիվանդությունները, որոնք են օրինակ սրտանոթային, քաղցկեղ, դիաբետ, տրավմաներ եւ այս հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնության ծառայությունների ցանկ ենք կազմել։ Աշխատողը իր աշխատավարձից տալիս է կենսաթոշակայինի, չէ, վարձը, տալիս է ուրեմն եկամտահարկինը եւ տալիս է դրոշմանիշայինը։ Պլյուս հիմա գումարվի ապահովագրականը, դուք պատկերացրեք, թե սա ինչ բեռ է։ Առողջապահական ապահովագրության համակարգի առանցքներից մեկն ըստ փորձագետների էլեկտրոնային դեղատոմսերն են, արձանագրենք մասշտաբներով ավելի փոքր ծրագիր։ Բայց առողջապահության նախարարությունը այդպես էլ շոշափելի արդյունքներ չի գրանցում նաեւ այստեղ։ Տարեսկզբի ասուլիսում Ավանեսյանը նշեց իրենց այս տարվա աշխատանքում առանցքային նշանակություն կունենան 3 ծրագրեր, մեկը թվայնացումը, այդ թվում հենց էլեկտրոնային դեղագրերը։ Հարցրեց 2-3 րոպեի խնդիր է, կարգավորված դեղերի ցանկը փոքր, ինչու չանել այդպես։ Անցան ամիսներ խորհրդարանի ամբիոնից թվեր հնչեցրեց, 110,000 դեղատոմս էին բժիշկները դուրս գրել, դեղատուն 34,000-ներ միայն հասել։ Երկուստեք է խնդիրը, երբ որ վերջին օղակում դեղատոմսի ուրեմն պահանջի կիրառությունը չի պահպանվում, այսինքն անձը մտնում է դեղատուն, հարցնում է դեղը եւ նրանից չեն հարցնում դեղատոմս եւ բաց են թողում նրան այդ դեղը առանց հարցնելու էլ, այս դեպքն էլ ունենք եւ այստեղ մեր աշխատանքը հենց դեղատների հետ է, որպեսզի չունենանք նման ուրեմն գործելակարգ, նման գործընթաց եւ մյուս կողմից էլ այո բժիշկների մոտ է, որպեսզի մենք բարձրացնենք նրանց կողմից պատշաճ վարքագիծը դեղատոմս դուրս գրելու մասով։ Համակարգը նորմալ չի աշխատում, բժիշկը համակարգիչ չունի, ինտերնետ տարատեսակ խափանումներ են լինում, ասում են հեռախոսով հավելված ենք ստեղծել, դուք այդ հավելվածը փորձել եք մեկ անգամ բացել եւ տեսնել, ել չասեմ, որ այն ամբողջ ցանկը, որը իրենք պահանջում են, որ բժիշկը լրացնի ամեն պացիենտի համար, այնտեղ այնպիսի ինֆորմացիաներ կան, որ նույնիսկ ցանկալի չի, որ այդ ընդհանուր համակարգի մեջ ներմուծվի։ Կառավարության այս շաբաթվա նիստում գործադիրը չզեկուցվող հարցերով հերթական հետ քայլն արեց էլեկտրոնային դեղատոմսերին առնչվող, այս անգամ էլ հոգեմետ դեղերի դուրսգրումը հետաձգեց։ Հետաքրքրական է, որ այս հետքայլերը մեկը մյուսի հետևից անում են, բայց ոլորտի փորձագետները զարհուրած են։ Դեղատների տուգանքներն են անփոփոխ թղթերին մնում, որ նշանակվել են ժամանակին առանց դեղատոմսի դեղ վաճառելու համար, երբ այդ կարգը մտել էր ուժի մեջ։ Միակ փոփոխությունը, որ տվյալ պահին իրականացնում է առողջապահության նախարարությունը, այսինքն վերջինս է նախաձեռնողը, արդեն իսկ օրենսդրական փոփոխության նախագիծ են դրել, որպեսզի տուգանքները, այսինքն այդ նույն վարչարարությունը ավելի բարձրացնեն, ավելի շատացնեն եւ միգուցե
Արդարությունից ելնելով նաև բժիշկներին եւ բժշկական հաստատություններին նորից նրանց էլ ներգրավել այդ տուգանքների համակարգի մեջ։ Տուգանքը գիտեք ոնց է հաշվարկվում։ Օրինակ 5 անվանում դեղ է դուրս գրել բժիշկը, ենթադրենք, X դեղը դուրս է գրել, ենթադրենք 10 հապ։ Եթե այդ դեղի համար չկա դեղատոմս, ուրեմն դեղատունը վաճառեց, տուգանքը հասնում է ոչ թե անվանման համար, այսինքն այս մեկ դեղի համար, այլ է դեղից քանի հատիկ վաճառվել է, ամեն հատիկի դիմար 5000 դրամ տուգանք։ Իդեպ Սուրանկյունը հիմնավորումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռեց նաև առողջապահության նախարարությանը, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին։ Այնուամենայնիվ, երբ կունենանք բաղձալի ապահովագրությունը, թեկուզ ոչ այնքան նախանձելի տարբերակով, փորձագետների պատասխանները տարբեր թվերի մասին են, բայց ընդհանրություն ունեն, ոչ մեկի նշած ժամկետը մոտ ապագայից չէ, մնացյալն Աստծո հույսին է։ Աստվածը 20-27 թվականին ունենա։ 27, 28, 29-ին տեղի կունենա, Աստված գիտի։ Առողջապահական կազմակերպչի կանխատեսումներն ավելի գորշ են։ Եթե այս կառավարման ոճով շարունակվի, կարծում եմ երբեք։ Այնուամենայնիվ, բարձրյալին ապավինած առայժմ մնալ սեփական առողջության հույսին։ Սա է փրկիչ բանաձևը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Երևանի քաղաքապետանի քթի տակ երթևեկությունը կատվածահար է եղած։ Նույնիսկ պարեկները չեն կարողանում գլուխ անել։ Հիմա նայեք ինչ երթևեկություն։ Մեքենաների վարորդները թակարդում են հայտնվել։ Մտնում են այդ գոտի ու տուգանք է, որ փոստային նամակով կստանան։ Կաշմար կատաստրոֆա են սարքել։ Վարկյան անգամ շփվել չեն կարողանում։ Ես չասեմ կմոտենալ ձեզ կպատասխանեմ, հա։ Աչքի պոչով երթևեկության խառնաշփոթին են նայում ու ինքն էլ է զարմացած։ Ինձ դուրս չի գալիս։ Փոխքաղաքապետին հաջողվեց խուսանավել, բայց իր վերադասին ոչ։ Այդ է ձեր իրականացրած ծրագրերը։ Ով է տեսել պետական կառույցի դիմաց ավտոբուսների գոտի առանձնացնեն։ Իմաստը որն է, ստեղ ավտոբուսի գիծ անելու ու կայանելը արգելելու։ Փորձագետները պրակտիկայում այդպիսի բան ոչ տեսել են, ոչ լսել։ Երևանի գայի պոստերից դուրս է գալիս մենակ ընդ պրոբկա չի, սաղ պրոբկա է։ Հիմա հարց ժողովուրդ ջան, ինչու է այս գազալցակայանը նախորդ դեպքից հետո արագ վերագործարկվել, որ մի հատ էլ այս սենց պատմության առաջ ենք կանգնում։ Կարողացել է արագ կողմնորոշվել ու արվածից հետո մինչև հրդեհի բռնկումը լքել մեքենան։ Ո՞ր տեսքոն կա։ Հետ է գալի։ Այդ ինչ կարգի վստահություն պիտի ունենաս, որ փորձես ստեղ վազանց կատարել։ Մոտորն ուրա։ Երկուսն էլ կարելի է ասել Ռադիելսա վրուբաշկե։ Պատկերացնում եք, երկուսն էլ ընդհանրապես չեն տուժել։ Կրակողին ու ընկերոջը մեր տեղեկություններով իրավապանները դեռևս չեն բռնել, բայց որ բռնեք մի երկու ճլոտի էլ մեր կողմից կտակ։ Երկու հատը չկրակված, երկու հատը կրակված։ Գոնե բնակավայրին մոտ վերգետնյա անցում կառուցեք։ Իրենք ասել, իրենք լսել են։ Իսկ արդյունքում Լևիկ պապիկը գնաց։ Անգամ ամենածանր ֆիզիկական կամ մտավոր աշխատանքից այդքան չեմ հոգնում, որքան աշխատավայր հետո տուն հասնելիս։ Քանի անգամ եք ձեր ընկերներից կամ հարազատներից նման բովանդակությամբ դժգոհություն լսել։ Մենք օրինակ երթևեկության սխալ կազմակերպման, ճանապարհային ինժեներիայի խնդիրների մասին պատկերացնում ենք կազմում, ելնելով մեր խմբագրություն օրեցօր ավելացող զանգերից։ Մարդիկ խնդրում են բարձրաձայնել ճանապարհային շիլլաշփոթի մասին, նշելով թե մեջբերում եմ։ Առանց այն էլ լարված կյանք է, մի հատ էլ քաոտիկ երթևեք, չկարգավորվող խցանումներ, անտրամաբանական գծանշումներ ու առավոտ կանուխ արդեն ագրեսիվ ենք, անհանդուրժող եւ թանկ ժամանակը, որը կարող ենք ծախսել սիրած գործի կամ ընկերների վրա, կորցնում ենք ճանապարհներին։ Գաղտնիք չէ, որ քաղաքային երթևեկությունը նույնն է, ինչ արյան շրջանառությունը մարդու օրգանիզմում։ Եթե արյունը ազատ չի օսում, օրգանները թուլանում են, կյանքը վտանգվում է։ Թարգմանաբար նշանակում է, որ խցանումների պատճառով շտապ օգնությունը կարող է ուշանալ, ծնողը երեխային ժամանակին չվերցնի դպրոցից եւ այսպես շարունակ։ Ոստի չափազանց կարևոր է վերհանել ճանապարհային ծախսվող ժամանակի ավելացման պատճառները։ Օրինակ, սխալ գծանշված գոտիները։ Անորոշ երթևեկությունը տագնապի զգացում է առաջացնում վարորդի մոտ։ Վարում է մեքենան ու մտածում, արդյոք ճիշտ գոտի մտա։ Դա բերում է կոնցենտրացիայի կորստի, ինչը երթևեկության մեջ չափազանց վտանգավոր է։ Մեկ այլ կարևոր հանգամանք։ Ինչ եք հասկանում, երբ լսում եք ճանապարհային ինժեներիա բառակապակցությունը։ Թեթև ժպտալով կասեք, ինչ է որ մի երկու գիծ են գծում, մի լուսացույց դնում ու վերջ։ Ասեմ, որ թյուր կարծիք է։
Իրականում ճանապարհային ինժեներիան գիտություն է, որտեղ խաչվում են մաթեմատիկան, հոգեբանությունն ու տրանսպորտային տրամաբանությունը։ Ճանապարհային ինժեներները վերլուծում են երթևեկության հարյուրավոր սցենարներ, հասկանալու շարժման տրամաբանությունը տարբեր ժամերի, եղանակների, տարբեր փողոցներում, հաշվարկում են նրանց միջին արագությունները, կանգառների տևողությունները, անվտանգ ուղիները, շտապօգնության մուտքի ռեժիմները, կանխատեսում են հնարավոր վթարների վտանգները եւ առաջարկում լուծումներ, որոնք թեև անտեսանելի են, բայց փրկում են կյանքեր։ Մի խոսքով ստեղծում են շարժման նյարդային համակարգը, որի վրա հենվում է քաղաքի ամբողջ օրգանիզմը։ Իսկ հիմա ասեք, մայրաքաղաքում ճանապարհային ինժեներիայից գոնե 9 շույլ նկատել եք։ Երկե ոչ։ Դրա համար էլ տառապում ենք, ինչպես օրգանիզմը առանց արյան շրջանառության։ Նայիրի Մուրադյանի տեսանյութը վերնագրել ենք խցանված քաոս, խեղված օր։ Ցանկանում էին լավ, ստացվեց ինչպես միշտ։ Արգիշտի փողոցում ուղիղ Երևանի քաղաքապետանի քթի տակ երթևեկությունը կատվածահար է եղած։ Մայրաքաղաքի ամենածանրաբեռնված հատվածներից մեկն է։ Մոտենում է ժամը 6-ը եւ երթևեկությունը քաղաքի կենտրոնում կանգ է առնում։ Այս իրավիճակից նույնիսկ պարեկները չեն կարողանում գլուխ անել։ Հենց հիմա նայեք ինչ երթևեկությունն է, ձեր անվտանգությունը ավելի կարևոր է։ 3 երթևեկելի գոտիներից կենտրոնականը հասարակական տրանսպորտի համար են առանձնացրել։ Երրորդ երթևեկելի գոտին հետադարձի, մյուսն էլ ուղիղ տանողն է։ Քաղաքային իշխանությունների ու ճանապարհային ոստիկանության համատեղ մտահղացումը չի աշխատում։ Ավելի է ծանրաբեռնել քաղաքի կենտրոնական այս հատվածը։ Մի պահ կանգ առեք եւ ուշադիր նայեք երթևեկությանը։ Մեքենաների վարորդները թակարդում են հայտնվել։ Շատերն էլ տեղյակ չեն ավտոբուսների անցման համար գծանշված ագոտիների մասին։ Մտնում են այդ գոտի ու տուգանք է, որ փոստային նամակով կստանան։ Արևիտակ կանգնած պարեկներն էլ աչ ու ձախ են ցատկում երթևեկությունը կարգավորելու, բայց ապարդյուն մեկ է, խցանում է, չի կարգավորվում։ Փորձեցինք հասկանալ ինչու է այդպես, բայց նրանք վայրկյան անգամ շփվել չեն կարողանում։ Ճանապարհից դուրս գան, վերջացնել կմոտենան ձեզ կպատասխանեն։ Գլենդել Հիլզ թաղամասում նույն քաղաքապետանի հարևանության բնակվող վարորդներից է։ Քանի դեռ կանաչը չի թարթել, կարմիր լույսի տակ մտորում է։ Լավ, հիմա թաղամաս ինչպես մուտք գործի։ Պետք է հասնի Իսակովի պողոտա շրջադարձ անի, հետո միայն մուտք իր բակ։ Գլխացավանք է ոչ թե կարգավորված երթևեկություն։ Կաշմար կատաստրոֆա են սարքել։ Բոլորիս համար։ Միշտ, միշտ ենք բնակվում, Հա, նոր ասում էին, որ Գլենդելից դուրս են գալիս։ Չենք կարողանում մտնենք հայատ դուրս գանք։ Ոնց է գնում եք Իսակ Գնում ենք սենց ռազմարդը տանում, չգիտեմ, ոնց գալիս ենք։ Իսակովը պրոբկա չենք կարամ, բանը Արշակ Կունյացը պրոբկա չենք կարամ։ Քաղաքապետի տեղակալն է Սուրեն Գրիգորյանը։ Աչքի պոչով երթևեկության խառնաշփոթին են նայում։ Ու ինքն էլ է զարմացած։ Այո, լավ չէ, իրեն էլ դա դուր չի գալիս։ Ինձ դուր չի գալիս եւ դրա համար այսօր արդեն համապատասխան փոփոխություններ են արվել, որոնց մասին 3 տրանսպորտի վարչության պետն էլ է խոսել։ Ընդհանուր ավտոբուսային գծերի պրակտիկան շատ երկրներում կա եւ Իլ դե Ֆրանսի մեր գործընկերներն են մեզ օգնում տարբեր փոփոխություններ անելիս, ինչը չի նշանակում, որ իդեալական 100%-անոց ճիշտ է արվում, բայց ինչը որ ճիշտ չի արվում, արդյունքում շտկվում է բավականին արագ կարծում եմ։ Վստահ է փոխքաղաքապետը, որ նոր փոփոխությունները կկարգավորեն երթևեկությունը։ Լուսացույցի արդեն երկրորդ կանաչ լույսը վառվեց։ Առիթ է, փոխքաղաքապետը չի կարող սպասել։ Փողոցը պետք է անցնի, քանի ինքն էլ չի հայտնվել կուտակված մեքենաների ակցիանում։ Փոխքաղաքապետին հաջողվեց խուսանավել, բայց իր վերադասին ոչ։ Այ հետա ձեր իրականացրած ծրագրերը էլի։ Ոնց կարճ կոնկրետ հակիրճ մեքենաները սա քաղաքապետարանի դեմը խցանման մեջ կանգնած են։ Այնպես չէ, որ կենտրոնական մյուս հատվածներում գերազանց է կարգավորված երթևեկությունը։ Քայլեք դեպի Խորենացի, այստեղ էլ իբր թե ավտոբուսների համար A գոտի են առանձնացրել, բայց իզուր դրանք ավելի շուտ կայանատեղի են դարձել ավտոմեքենաների համար, եւ ոչ մի ավտոբուս էլ A գոտով չի կարող անցնել։ A գոտիները վաղ առավոտից արդեն զբաղված են։ Խորենացի փողոցում կայանելն արգելվել է, որ երկու ուղղություններով էլ ավտոբուսի գիծն աշխատի։ Լավ, ով է տեսել պետական կառույցի դիմաց ավտոբուսների գոտի առանձնացնեն։ Այս հատվածը առաջ է։ Սա սխեման է քաղաքի։ Այն հատվածն էլ է առաջ։ Այստեղ գրպանի կա ձևավորվել, այնտեղ էլ պեկի մեքենաներն են կայացած։ Այսինքն ավտոբուսը ընդհանրապես այս գծով գնալու խնդիր չունի։
Եթե ավտոբուսը այս գծով գնալու խնդիր չունի, այս գծով է մեկա գնում մեջտեղով, օբյեկտիվորեն չի կարա սենց գնա։ Իմաստը որն է ստեղ ավտոբուսի գիծ անելու ու կայանելը արգելելու։ Ընդհանրապես տարբերակ պետք է մտածել։ A գոտիներով երկար ինտերվալով կարող է չէ ավտոբուս չանցնել, գոնե այդ ժամանակ մյուս փոխադրամիջոցներին թույլատրվի ճանապարհն անցնել։ Այլապես դա էլ է նպաստում, որ երթևեկությունը քաղաքում ծանրաբեռնվի։ Հատվածում սխալ էր ընդհանրապես ձախը հանելը։ Երևանի գայի պոստերից դուրս է գալիս մենակ ընդ պրոբկա չի, սաղ պրոբկա է։ Դանդաղ ծանր երթևեկությունն է դեպի հաղթանակի կամուրջ։ Թույլատրվում է երկու երթևեկելի գոտիով։ Առաջին գոտուց թույլատրվում է դեպի հաղթանակի կամուրջ եւ Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար։ Արկիշտի փողոցից առաջին հետադարձը դեպի Իտալիայի փողոց անմիջապես հասարակական տրանսպորտի գոտի է դառնում։ Կտրտած գծերով կողքի գոտի վերադասավորվելիս զգուշ եղեք, անհարմար տեսադաշտ եք ունենալու։ Երթևեկության փորձագետն է ասում, ուշադիր նայեք, մեքենաները քիչ-քիչ առաջ գնալով խցանում են առաջացնում։ Մի բան այն չէ, էլի սխալ հաշվարկ են կատարել։ Նայեք, այն կողմից արդեն խցանումը առաջացել է։ Այն կողմի վրա էլի այն կողը էլի խցանում է։ Նա բոլոր կողմերից խցանում է, ասում են ոստիկանները 3 րոպե չաշխատեն, խցանման մեջ այս խաչմերուկը կկանգնի։ Այս քայլերը կատարվում են թերի մշակված, երբեմն անժամանակ ու իրար հետ չհամաձայնեցված մյուս քայլերի հետ, դրա համար դեռևս ընդհանուր կարծիքս քաղաքապետանի այս քայլերի մասին դեռևս մնում է բացասական։ Մաշտոցի պողոտայում առանձնացված գոտին կշարունակվի Խորենացի փողոցով, ապա Բեյրութի, Իտալիայի եւ Արգիշտի փողոցներով կհասնի հաղթանակի կամուրջ։ Փողոցի մեջտեղով A գոտի առանձնացնել ավտոբուսի համար չլսված բան է։ Փորձագետները պրակտիկայում այդպիսի բան ոչ տեսել են, ոչ լսել։ Մեքենան մտավ Բեյրութի փողոց, ակամա A գոտում է հայտնվում։ Պարզ է, չէ՞ որ նաեւ տուգանքն է գլխին կախվում։ Դե ախր ապակողնորը շմա, բա ինչ անի։ Որտեւ մարդը ասենք ուզում է ուղիղ գնա, բոլոր սալակներով նայեք թելադրումը ասում է դեպի աջ գնացեք։ Լրիվ անհասկանալի գծանշում ու պահանջ է, էլի։ Մեծ մասը տեղյակել չի, որ սա ավտոբուսի գիծ է ու տուգանք է հասնում դրա համար։ Վարորդները ամեն տարի եկել են, ամսենք միշտ գնացել են ամբողջ կյանքը, ունեցել են 3 գոտի ու հանկարծ մի օր գալիս են մի գոտին ավտոբուսին, տրամաբանական է, որ վարորդները դրանից նեղվելու են, բողոքելու են։ Քաղաքային իշխանությունները չեն հերքում։ Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիները, այո, անխուսափելիորեն ծանրաբեռնում են մյուս ուղղությունները։ Զուգահեռ քաղաքացիներն են դժգոհում, թե տրանսպորտը հաճախակի է ուշանում։ Սահմանված չվացուցակից տրանսպորտային փոխադրամիջոցները շատ հաճախ շեղվում են, հայտնվելով խցանումների մեջ։ Քաղաքային իշխանություններն ասում են, որ երթևեկության առանձնացված գոտիների ներդրման արդյունքում հասարակական տրանսպորտն ունենալով առավելություն ավելացնում է նաև միջին արագությունը։ Շատ կարևոր է այդ բաները ավտոբուսների գոտիների առանձնացումը, մանավանդ այն հատվածներում հենց այդ քաղաքի կենտրոնում լիքը տեղերում պետք է լինեին օրինակ տեղեր, որտեղ ընդհանրապես մեքենաների կայանումն արգելվեր ու այդ ամբողջ գոտին հատկացվեր հանրային տրանսպորտին, պետք է լիներ տեղեր, որտեղ ընդհանրապես մասնավոր մեքենաների մուտքը արգելվեր։ Քաղաքը բեռնաթափել է անհրաժեշտ։ Հարկավոր է պետական հիմնարկների մի մասը քաղաքից հեռու տանել։ Հաշվարկներն ու վերլուծություններն էլ են վկայում, որ նման խցանումները քաղաքային տնտեսության, երկրի զարգացման համար էլ բացասական ազդեցություն են ունենում։ Որ ասում եմ, բանը ռեֆորմը լիքը կետերից էր, դրանք չպետք է հերթով արել, դրանք ասենք իրար հետ մեկը մյուսի հետ կապ ունի։ Չես կարա դու մենակ ավտոբուսի գոտին առանձնացնես, մասնավոր մեքենաների երթերը սահմանափակես, բայց չապահովես այդ ավտոբուսները, որտեղ սա իմաստն է նա, որ դու խանգարում ես մասնավոր մեքենաների, որպեսզի բոլորին դրտես անցնել հանրային տրանսպորտի, բայց դրա համար զուգահեռ դու պետք է ապահովես այդ հանրային տրանսպորտը։ Մեքենաների թիվն էլ տարեց տարի ավելանում է։ Վարորդները կայանելու տեղ էլ չունեն։ Կանգնում են երկրորդ գծում, նույնիսկ երրորդ, այդ թվում նաև պետական ծառայողականները, ուժայիններին սպասարկող մեքենաները։ Վերգետնյա կամուրջներ, ճանապարհներ են պետք փոքր ու ծանրաբեռնված քաղաքին։ Եվ ամենակարևորը, Երևանին շրջանցող ևս մեկ օղակային ճանապարհ է անհրաժեշտ, որի մասին միայն հիշում են նախընտրական քարոզարշավների ժամանակ։ Բայց ընտրվելուց հետո շատերը մոռանում են այդ մասին։ Նրանց հետաքրքիրել չէ։ Վարորդը կնիարդայնանա ճանապարհին, քաղաքացին կուշանա աշխատանքից ու դասի գնալուց, նույն խառնաշփոթ երթևեկությունն է։ Խցանված ճանապարհներ, խառը գոտիներ, չերևակվող գծանշումներ, գուշակ վարորդ ես դառնում։ Նույն քաոսն է։ Նայիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Տեղյակ եք, որ բենզալցակայաններն ու գազալցակայանները համարվում են բարձր ռիսկայնության օբյեկտներ։ Հետևաբար այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Սակայն արդյոք այդպես է։ Երկե ոչ։ Ու դրանում համոզվելու համար բավարար է շրջել մասնավորապես Գեղարքունիքի մարզի գազալցակայաններում։ Հարյուրավոր վարորդներ կհաստատեն, որ այս մարզի գազալցակայանների մեծ մասը սահմանաչափից ավելի է լիցքավորում։ Իբր վարորդներին լավություն են անում առանց գիտակցելու, որ չափից ավելի լիցքավորելը կարող է վտանգավոր, երբեմն նաև ողբերգական հետևանքներ ունենալ։ Ապրիլի 29-ին Գեղարքունիքի գազալցակայաններից մեկում պայթյուն հնչեց։ Ընդամենը 1.5 ամիս անց նույն գազալցակայանում նոր պայթյուն։ Զոհ եւ վիրավոր չլինելու հանգամանքը բացառապես երջանիկ պատահականության արդյունք է։ Ոստի հարց է առաջանում. արդյոք տնտեսվարողը առաջին պայթյունի պատճառները վերացրել է, որ կարճ ժամանակ անց վերսկսել է գործունեությունը։ Հարցը ռետորական չէ։ Անցնող շաբաթ ժամը լրատվականը եւս անդրադարձել էր խնդրին, կապվել էր քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ, սակայն նշված գազալցակայանի վերաբերյալ ստույգ պատասխան չէր ստացել։ Տեսչական մարմնից միայն վստահեցրել են, թե կասեցնում են վտանգավոր բոլոր օբյեկտների գործունեությունը։ Այդ դեպքում սա ինչ է։ Ինչպես թե եկեք, միջհամայնքային ճանապարհներից շատերը աչքի չեն ընկնում լայնությամբ։ Երթևեկելի գոտին մեկական մեքենայի համար է։ Հիմա պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ։ Առջևից ընթացող մեքենայի արագությունը մեծ չէ, իսկ դուք շտապում եք։ Ինչ պետք է անեք։ Բնականաբար վազանց կատարեք։ Իսկ որ դեպքում կարող եք այդ մանևրը իրականացնել։ Այո, երբ ունեք համապատասխան տեսադաշտ։ Թվում է, թե բարդ բան չկա, բայց դա միայն թվում է։ Նման տասնյակ դեպքեր են ներկայացրել, զգուշացրել, որ ռիսկը ոչ բոլոր դեպքերում է արդարացված։ Ավելին մեծ է հավանականությունը, որ շամպայն վերջում չկմբի։ Բայց փաստորեն զուր։ Արմավիր Գյումրի ճանապարհին Տեսլա եւ Ջիփ Մագնիշի մեքենաների ճակատային բախման հետևանքով երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Հարգելի վարորդներ, հիշեք, որ լավ է մի քանի րոպե ուշանալ, քան ընդհանրապես տեղ չհասնել։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի ռիսկի դոզան պայթող վտանգ է տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, հիմա որ ասեմ, կասեց, մեր երկրում իրոք խիարը թարս է բուսնում։ Ախր ինչքան կարելի է նույն սխալները կրկնել։ Հենա, հիշում եք, թե ինչպես ենք Սուրանկյան թողարկումներից մեկում ներկայացրել Երևան-Սևան Իջևան ճանապարհին գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը։ Եթե ավելի ստույգ, ապա դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին, առավոտյան 9:30-ի սահմաններում, երբ գազալցակայանի հետնամասում կոմպրեսատոր մտնող խողովակից արտահոսք էր եղել։ Եվ ահա 2 ամիս էլ չանցած նույն գազալցակայանում հերթական դեպքն է տեղի ունենում։ Վիրավոր կա։ Ինչ լավ, որտեղ կուրկան տեսա։ Հիմա հարց, ժողովուրդ ջան, ինչու է այս գազալցակայանը նախորդ դեպքից հետո արագ վերագործարկվել, որ մի հատ էլ այս sense պատմության առաջ ենք կանգնում։ Գիտեմ, հաստատ կմտածեք, թե սրա տիրոջ կապերը իշխանությունների հետ լավ են, կամ գուցե կոռուպցիոն ռիսկեր տեսնեք, դե ամեն մարդ իր երևակայությունն ու պատկերացումները ունի, բայց ես առաջնորդվում եմ փաստերով, որոնք հուշում են, որ եթե պատկան տեսչական մարմինները քիչ մը խորքային քննություն անցկացնեին, sense բան չէր լինի, իսկ եղել է այն, որ նոր պայթյունի հետևանքով Mitsubishi-ն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ գազալցակայանում կայանված Hyundai-ը, Mercedes-ն ու Lada-ն էական վնասներ են կրել։ Այս ավտոներն էլ պայթյունից վնասվել են, դու լավ մարդու բան չի եղել։ Ես էլ եկի հասեստ է։ Միայն հրաշքով է, որ գազալցակայանում մեքենան լիցքավորելու ժամանակ հնչած պայթյունի հետևանքով մարդ չի տուժել, ու դա շնորհիվ լիցքավորողի, որը այս Mitsubishi-ի վարորդին եւ ուղևորներին հրահանգած է եղել հեռանալ մեքենայի մոտից։ Լավ է գոնե այս հարցում օրենք ու զգուշավորություն են պահել։ Եվս մի նկատառում, այս Սևանի գազա-բենզալցակայաններում հնչած ու հնչող պայթյունները վաբշե չեն զարմացնում, որովհետև ստեղ կարծես ավանդույթ է, որպեսի գազաբալոնները չափից ավելի լիցքավորեն, բայց ձեզ ով է ասել, որ դա ճիշտ է, մտում լավություն եք անում, իրականում ողբերգության պատճառ եք դառնում։ Դե հիմա ձեզ տեսնենք տեսչական մարմին, էլի այս գազալցակայանը կարճ ժամանակ հետո գործելու է, եթե այո, բռնվեք, այդ դեպքում ոչ մեկի չենք խնայելու։
Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ վերջին ժամանակահատվածում վթարից հետո մեքենաներում բռնկման դեպքերը շատացել են։ Աչքիս էլի սևանում են գազը չափից ավելի լիցքավորում։ Այդուհանդերձ պետք է ուշադիր ուսումնասիրել ու վերհանել պատճառները։ Լավ, անցնենք կոնկրետ դեպքի։ Երևան-Սևան ճանապարհից տեղափոխվում ենք ուր։ Ճիշտ է, մյուս ամենասարսափելի ճանապարհներից մեկը Երևան-Գյումրի, որտեղ առավոտ 9:30-ի սահմաններում 37-ամյա Կարենը Ford Transit-ով բախվել է հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին եւ բռնկվել։ Ոտիկ մի գնացեք ժողովուրդ հետ եք գալի։ Ժողովուրդ այս կողմ կա։ Հետ եք գալի։ Երբ ականատեսները ասացին, թե ծուխը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից, չզարմացա։ Ապրեն աշտարակի երշեշ փրկարարները, որ կարողացել են արագ հասնել դեպքի վայր ու մարել կրակը։ Թեև, ինչպես տեսնում եք, մեքենայից մտարն էլ չի մնացել, բայց բավականին ճարպիկ է եղել 37-ամյա վարորդը։ Կարողացել է արագ կողմնորոշվել ու հարվածից հետո մինչև հրդեհի բռնկումը լքել մեքենան ու պայքարել կրակի տարածման դեմ։ Ճիշտ է, շոֆերը չոտ իրան շուտ գցել է դուրս։ Վարկանական տարածքում կրակը։ Ինչպես տեսնում եք, մեքենայի մեջ ծաղիկներ են երևում։ Այո, պարզվեց, որ ծաղիկները տեղափոխելիս եղել ու փաստորեն կրկնակի վնաս ա կրել։ Իսկ ում պատճառով։ Հեսա կասեք Շամշան, ոնցում, իրա խելքի, այդքան էլ տենց չի ժողովուրդ ջան, այս անտեր երկաթ բետոնե հատվածները, որոնք ըստ էության պիտի պաշտպանեն, այլ ոչ թե խոչընդոտեն մեքենաների բնականոն երթևեկը, իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ Պարոնայք իրավասուներ, երբ եք ի վերջո ավարտելու այս անտեր ճանապարհի շինարարությունը, որ դադարենք ստեղից դժբախտ դեպքերի մասին տեսանյութեր տալ։ Ասենք լավ է, որ ճանապարհը կառուցող ընկերության ներկայացուցիչները օպերատիվ հասան, ճանապարհը մաքրեցին ու կոտրված երկաթբետոնե հատվածները նորով կփոխարինեն, բայց ելի եմ հարցնում, երբ եք այս ճանապարհը վերջնական շահագործման հասցնելու։ Հա, քիչ էր մնում մոռանալ, սա հենց այն ճանապարհն է, որի կառուցման վրա որոշ չինովնիկներ հայտնվեցին Forbes-ի մեծահարուստների ցուցակում։ Մեջ է, մեջն է։ Դու էլ արեցան, կաղա շպրտի։ Մատորն այ գար։ Հիմա տեղափոխվենք Արմավիր Գյումրի ճանապարհին գտնվող Հացիկ գյուղ, բայց ինչ հետաքրքիր անուններ են գյուղերին դրել ժամանակին։ Տեսնես Հացիկ ասելով ինչ են նկատի ունեցել, փոքր հաց, բայց լավ, մտքի թռիչքին զոր չտանք։ Համենայն դեպս Տեսլայի եւ ջիպի վարորդները Հացիկը դեռ երկար կհիշեն։ Տունը շինվածները առավոտ կանուխ մի նենց են իրար ողջագուրվել, որ երկու մեքենաներից էլ մտարն է մնացել, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Երկու վիրավոր է։ Մոտորն ուր է։ Հա, էլեկտրական, հա։ Ասեղը մեկ էլ աղական անշուտ, ապերացաբիլի։ Տեսնես, այս յաշիկների կամպանիան առավոտ բարլուսով ուր ա գնում, ուր էլ գնա, հեշտ լավ նշան չի, որ ճանապարհին սես վթարի են հանդիպում։ Լավ, չեմ նավսում։ Անցնեմ վթարի պատճառներին ու հետևանքներին։ Սկսեմ հետևանքներից։ Երկու մեքենաների վարորդներն էլ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոց։ Հենա, լսեցիք, թե կադրից դուրս ձայնը ինչպես էր նկարագրում նրանցից մեկի ծանր վիճակը։ Նրան առողջություն մաղթենք ու ստանձնենք քննիչի դերը, մասնավորապես պարզենք, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Տարբեր ռակուրսներից ցույց տվեցինք մեքենաները, որպեսզի վնասվածքներից մոտավոր պատկերացնեք վթարի պատճառը։ Այո,
Մեքենաները ունեցել են ճակատային բախում, ինչը նշանակում է, որ վարորդներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ փորձել է վազանց կատարել, առանց համապատասխան տեսադաշտի, այդ ձեր տունը շինվի։ Մի հատ խնդրում եմ, էս մի թիքա ճանապարհին նայեք, առանց այն էլ երկու մեքենայի համար է նախատեսված, այդ ինչ կարգի վստահություն պիտի ունենաս, որ փորձես ստեղ վազանց կատարել։ Իրավապանները կպարզեն ամբողջ եղելությունը, իսկ մենք հերթական անգամ կոչ անենք վարորդներին նման ճանապարհներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն եւ տուրք չտալ ադրենալինին։ Լավ, ես հասկացանք, որ նեղլիկ ու վտանգավոր ճանապարհ է, բայց Երևան-Սևան Իջևանը սրանից ավելի լայն ճանապարհ կա հանրապետությունում։ Իհարկե չկա, ու ինչպես տեսնում եք, այն բաժանված է երկու հանդիպակաց երթևեկելի գոտիների, ընդ որում յուրաքանչյուրում երկու մեքենայի տեղ կա։ Դատելով, թե հունիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում ինչպես եւ որտեղ են իրար բախվել Mercedes-ն ու Isuzu-ն, կարելի է եզրակացնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ինչպես տեսնում եք, երկու մեքենաներն էլ ընթացել են նույն երթևեկելի գոտիով, իսկ դա նշանակում է, որ նրանցից մեկը փորձել է վազանց կատարել, սակայն փորձը փորձանք է դարձել։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է եւ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին։ Թե հիմա որ մեքենայի վարորդը չի ցանկացել, որ իրենց վազանց կատարեն, իրավապանները կպարզեն։ Փաստն է, որ երկուսն էլ որոշակի արագություն են ունեցել։ Առանց դրա սենց օրը չես ընկնի։ Առաջացի։ Պարզեցի, որ երկու մեքենաների ղեկին էլ երիտասարդներ են եղել։ Mercedes-ը վարել է 19-ամյա Մայիսը, իսկ Isuzu-ն 26-ամյա Միսակը։ Երկուսն էլ կարելի է ասել Ռադիլսա Վրուբաշկե։ Պատկերացնում եք, երկուսն էլ ընդհանրապես չեն տուժել։ Բարեկներն էլ իհարկե ապշեցին այդ հանգամանքից։ Հետո փորձեցին հասկանալ, թե արդյոք վարորդները սթափ են։ Պարզվեց, որ այո, բայց այդ դեպքում ինչի եք անմիտ բաներ անում։ Տղերք, հարգելի վարորդներ, այդ կողային հայելիները ձևի համար չեն, մեկ-մեկ դրանցից օգտվել է պետք, եթե կյանքները թանկ է ձեզ համար։ Տնաշն ասում է հունքը սարքելու տեղը աշկն էր ելնում։ Եղել է ինչ եղել է արդեն։ Եթե ձեր աշխատանքները վերջացել է։ Այմարդ, երկար ժամանակ Շենգավիթում հանցագործ աշխարհի բրաձելկեքից ձեն ձուն չկար։ Ինչպես տեղյակ եք, մայրաքաղաքի այս համայնքն է ամենակրիմինալացվածը։ Բազարի կյաժի սպանությունից սկսած երրորդ մասի լովիկի սպանությունով վերջացած։ Մտածեցինք, թե արդեն այդ ամենը պատմություն է դարձել, բայց փաստորեն զուր։ Ապացույցը ժամը 20-ի սահմաններում Շենգավիթի ոստիկանների ստացված ազանգն էր, թե արագ հասեք Մանանձյան փողոցի 29 շենքի բակ, ստեղ իրար վրա կրակում են։ Իսկ քոնի է դա։ Երկու հատը չկրակված, երկու հատը կրակված։ Որից քոնի հատը կրակված։ Մակորա սա։ Ինչպես տեսնում եք, ազանգողը բացարձակ չէր չափազանցրել։ Քրեական ու համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերեցին 2 չկրակված պարկուճ, 5 կրակված պարկուճ, առնանման հետքեր։ Կարճ ժամանակ անց պարզում են, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, ու մինչև իրավապանների մի խումբը նրանց կայցելեր, մյուսները օպերատիվ տեղեկություններով պարզում են եղելությունը։ Այսինքն 5-6 հատ ստեղ առնանման հետքերն է։ Պարզվում է, որ ժամը 19:30-ի սահմաններում Կարպիս Ֆոդուլյանը, Գոր Խաչատրյանն ու Ալեքսանյան ազգանունով ինչ-որ մեկը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանում են Էդուարդ Ամիրբեկյանի եւ Տիգրան Մարկոսյանի հետ։
որի ընթացքում Ամիրբեկյանը հանում է ատրճանակը ու սկսում կրակել։ Ֆոդուլյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ Այդ կրակողին ու ընկերոջը մեր տեղեկություններով իրավապանները դեռևս չեն բռնել, բայց որ բռնեք մի 2 ճլոտի էլ մեր կողմից կտակ, որպեսզի հասկանան, որ օրվա պիկ ժամին, պիկ վայրում կրակել չի կարելի։ Ընդհանրապես չի կարելի, բայց պիկ ժամին ու պիկ տեղում մասնավորապես սրանք լրիվ գժվել են։ Ումս երկուսը կրակված, երկուսը չկրակված։ Էլի գտնվավ, չէ՞։ Ուրա, հա, պատենում ես։ 400 արիկներ։ Մի հատ է գտնվավ։ Այո։ Եվ վերջում Երևան Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգության մասին։ Ախր քանի անգամ ենք զգուշացրել տարեց մարդկանց զավակներին, որ իրենց ծնողների նկատմամբ չափազանց ուշադիր լինեն։ Չեն լսում էլի, ասենք ինչ գործ ունի ուշադրություն։ 87-ամյա Լևիկ պապիկը էս տրասի մոտ, որ մի հատ էլ փորձել է ճանապարհը կտրել, Աստված իմ, ասում եմ էս տողերը ու կարծես ինքս ինձ չհավատամ։ Իրոք, ինչպես կարող էր 99 մոտ տղամարդը միայնակ այս արագընթաց ճանապարհը անցներ։ Փորձը փաստորեն փորձանք է դարձել։ Այս Opel-ը Լևիկ պապիկին մահացու վրայերթի է ենթարկել։ Ղեկին եղել է 44-ամյա Կարենը, որը փախուստի չի դիմել։ Մեղմացնող հանգամանք է, բայց պետք է դատարանում բացատրի, թե ինչ պայմաններում է վրայերթի ենթարկել եւ ապացուցի, որ ինքը մեղավոր չի։ Թեև դրա համար շատ բան պետք չի։ Ինչպես տեսնում եք, հետիոտնային անցումը բացակայում է։ Հիմա հասկացաք, թե ինչու՞մն է գործը։ Ժողովուրդ մի ձեր խնդրանքը էտա, որ վերգետնա սարքեն։ Շարժը շատ է, ժողովուրդը գնան, երեխեքը գնում են։ Մեծ երեխա ունի, հա։ 50 հատ երեխա կա, 50 հատ։ Օրը, երկու անգամ շոշես տար բեր։ Էլ հոգնել են չեն կարող անցնել։ Հələ ցերեկով լուսով գոնե տերում ես, բա գիշերը։ Ստիպած ես երեխեքին հանեք լցեք տունը թոդարնան կրակեն։ Պարոնայք իրավասուներ, դեպքի վայրի հարևանության բնակվողները ձեզ 1000 անգամ դիմել են, ասել են, որ մի եկա տրասա, տեղ չկա անցնելու, գոնե բնակավայրին մոտ վերգետնյա անցում կառուցեք։ Իրենք ասել, իրենք լսել են։ Իսկ արդյունքում Լևիկ պապիկը գնաց։ Այդուհանդերձ, եթե տարեց ծնողի նկատմամբ ուշադիր եւ հոգատար լինեին, հիմա սենց բան չէր լինի։ Նմի որ վերգետնալներ ապահով կանցներ։ Այսի թող գան վերգետնա սարքեն։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք հուլիսի 6-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։